Ամեն տարեսկիզբ տեղական բյուջեի հատուկ փաթեթում նախատեսվում է գումար ձմռանը ճանապարհները ձյունից մաքրելու համար։ Այս տարի եւս հատկացվել է բավականին մեծ գումար, որի մեծ մասը արդեն ծախսվել է տարեսկզբին։ Նշեմ, որ նախատեսված գումարային է, որը մենք ամեն տարի Նինոցմնդայի մունիցիպալիտետում նախատեսնում ենք ներքին գյուղամիջյան ճանապարհների մաքրման կամ գյուղ տանող ճանապարհների մաքրման համար 90,000 լար։ Տարբեր տարիներից բնական է անակնկալները, եթե չհաշվենք, եւ եթե հաշվենք, հերիքում է։ Եվ այս գումարը ամեն տարի մեր բյուջեում անդադ մնում է, դրվում է եւ սա ծառայում է հիմնականում գյուղամիջյան ճանապարհները տանելու մաքրմանը։ Այսօրվա պահի դրությամբ բավականին գումար ունենք, որ ասենք կհերիքի է այս տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, որպեսզի մենք ազատարձակ կարողանանք մեր ասենք մունիցիպալիտետի գյուղամիջյան ճանապարհները մաքուր որպեսզի կարողանան երթևեկել մեր քաղաքացիներին։ Մեզ համար առանձնապես բարդություն է ներկայացնում Տամբովկայի ուղղությունը, որովհետև մագիստրալից շատ մայրուղուց շատ հեռու է եւ ասենք այնտեղ բավական եղանակ է անկանխատեսել, ինչպես նաեւ Սամեբա գյուղը դեպի ճանտանող ճանապարհը։ Ու ամեն դեպքում հնարավորություն սահմաններում աշխատում ենք, որպեսզի այդ ճանապարհները փակվեն։ Ես ուզում եմ ասել, որ այս վերջի տարիների ընթացքում ինչ-որ դժգոհություններ այդ կարգի ես չեմ տեսել, որովհետև այդ ընկերությունը, որ մեզ սպասարկում է, Թարաժնիկ ընկերությունը, իր պարտականությունները բավական լավ է կատարում, այստեղ պարզապես տեխնիկայի հարցն է։ Այսօրվա դրությամբ ճանապարհները բաժանված են երկու մասի։ Գոյություն ունեցող մայրուղիները սպասարկում է ճանապարհային դեպարտամենտը, հանձինս դա Ջավախ-ավտոգզան կոչվող ընկերությունն է, որոնք հիմնականում մայրուղիների վրա են աշխատում։ Օգնություն կանչելը ոչ թե մենք ենք կանչում, օգնություն կանչելը կանչում են ճանապարհային դեպարտամենտը, որովհետև Նինոցմնդայում կա մեկ գազ 66 մակնիշի մեքենա, որը իր որակով եւ ասենք վիճակով մի կերպ էլի բավարարում է այդ պահանջները։ Այնտեղ կա զիլ մակնիշի 3 ասենք մոստ եմ ասում էլ ռուսերենով մակնիշի մեքենա, որը ցույց տվեց, որ ասենք 11-12-ին փոքր կողմ իրականացող այդ իրավիճակը ցույց տվեց, որ այդ մեքենան էլ Նինոցմնդայի պայմաններում չի արդարացնում, ինչպես նաև եթե դուք հիշում եք հունվարի 6-ին սարսափելի ձնաբուրգը, որի ժամանակ մենք զոհ ունեցանք, մեզ ամեն դեպքում Նինոցմնդայում եւ ասենք դեպուտատի Հենզել Մեգոյանի աջակցությամբ էլ նամակյուղարկվել, մունիցիպալիտետի կողմից էլ նամակյուղարկվել վարչապետի անունով, ուզում ենք, որպեսզի գոնե Նինոցմնդայի շրջանին մունիցիպալիտետին տրամադրեն 2 թերթուրավոր տեխնիկա։ Դա ինչ մակնիշ ուզում է լինում մինիմումը 16-ից 25 տոննի սահմաններում, որովհետև այդ տեխնիկաներն են մենակ հնարավորություն ունենում աշխատել, որովհետև դուք էլ եղաք դեպքի վայրում, անիվավոր այդ տրակտորները, մաքրիչները լինում է բայր, որ չեն արդարացնում։ Ձմռանը ճանապարհները փակվում են հատկապես հեռավոր գյուղերում, սակայն 2015 թվականին ոչ մի գյուղ չի կտրել կապը շրջկենտրոնից, քանի որ ճանապարհները միշտ եղել են մաքրված եւ երթևեկելի։ Ինչպես նշում է Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչը, չնայելով խիստ ձմռանը, դեպի Հեշտիա տանող ճանապարհը միշտ երթևեկելի է եղել, որի համար հայտնեց իր խորին շնորհակալությունը։ Այս տարի, այսինքն այս ձմռան ընթացքում լրիվությամբ ձմեռը այնքան խիստ չէր, բայց խիստ օրեր շատ են եղել, բայց ճանապարհների մաքրման հարցում շատ լուրջ են մոտեցել մեր շրջանի ղեկավարությունը, միշտ էլ պատահել է օրերով կամ ժամերով փակվել է, բայց ասենք կեսօրից հետո կամ հաջորդ օրը կամ մյուս օրը արդեն մաքրված է եղել։ Այդ գործում շատ լավ է մեր շրջանի ճանչինի աշխատողները իհարկե։ Ես միայն խնդրում եմ եւ տեղյակ պայում այս տարի եթե անցյալ տարվա նման եթե մաքրեն ճանապարհները ժողովուրդը շատ գոհ կլինի։
Հույսով եմ, որ մեր շրջանի ղեկավարությունը հույսախապ չի անի մեր հիմնականում Հեսչայի համայնքի ժողովրդին եւ ամբողջ շրջանի ժողովրդին։ Ձմեռը արդեն մտել է իր դերի մեջ, սակայն այն չի խանգարի ճանապարհաշինարական ընկերությանը ճանապարհները երթևեկելի պահելու մեջ։ Ինչպես նշեց ճանապարհաշինարական ընկերության տնօրեն, այս տարի եւս ապահովելու են ճանապարհների անխափան երթևեկությունը։ 2015 թվականի այդ ճանապարհների սպասարկման համար գյուղական նախատեսված է եղել 90,000 լարի, օգտագործվել է մոտ 78-75,000 լարի մոտ օգտագործվել է, մնացած գումարն էլ մինչև այս տարվա վերջ երևի կբավականացնի ճանապարհները լրիվ մաքուր պահելու համար։ Խնդիրներ այդպես լուրջ խնդիրներ չի եղել հիմնականում։ Անհրաժեշտության դեպքում մաքրվել են բոլոր ճանապարհները։ Այդպես խնդիրներ չի եղել, որ խանգարի, որ ասենք ճանապարհը ինչ որ փակ մնա կամ տեխնիկայով ապահովված են եւ տեխնիկան լրիվ բավարար է ճանապարհները լրիվ մաքուր պահելու համար։ Ցավոք պետք է միշտ հիշենք այն մասին, որ ելնելով մեր շրջանի աշխարհագրական դիրքից, ձմեռը մեր շրջանում գրեթե ամեն տարի խիստ է լինում ու լի է անսպասելի անակնկալներով։ Եվ այդ ամենի հետ միասին շրջանի վերադաս, ինչպես նաև ճանապարհների մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունը միշտ են պատրաստ Նինոց-Մինդայի քաղաքացիներին ապահովել ազատ ու երթևեկելի ճանապարհ։